Ռուսաստանը դարեր շարունակ մոտ 300 տարի խաղարկել է հայկական քարտա, ինչպես է խաղարկել։ Նա թուրքերի հետ իր հարաբերություններում հայկական ազգային եւ պետական շահը միշտ օգտագործել է որպես մանրադրամ եւ այդ մանրադրամի դիմաց որոշակի բարիքներ ստացել, զիջումներ ստացել թուրքական կողմից այլ հարցերում, որտեղ հայկական էս սեպը, որը խանգարում է թուրքական եվրասիականության, օսմանյան կայսրության վերածնման այդ խնդրին, պետքա չլինի։ Այս պատնեշը պետքա չլինի եւ ռուսները Ռուսաստանին էլ է խանգարում։ Իհարկե խանգարում է, որովհետեւ դա համակեցության խնդիր է, բայց Ռուսաստանը ինքը 300,000 քառակուսի կիլոմետրանոց 400,000 քառակուսի կիլոմետրանոց արիալը հայկական փուլ առ փուլ դարեր շարունակ հանձնել է թուրքերին։ Բայց դրա դիմաց ինչ-որ բան ասતા, որպես մանրադրամ է օգտագործել, համատեղ հայկական 400,000-ը դարձել են կասկածելի 30,000, որը նույնպես պետքա չլինի այլևս։ Ըստ Ռուսաստանի, ես Ռուսաստանի Ըստ Ռուսաստանն եմ ասում պետքա չլինի։ Ուրիշ հարց է, թե այդ տարածքում անունը ինչ ուզում եք դրեք, այլ եմ ասում, ցուցանակով անգամ կարա Հայաստան լինի։ Այդ տարածքի վերահսկողությունը հիմնական ում ձեռքում է, թուրքական կողմի թե ռուսական կողմի, այսինքն այդ հաղորդակցվող անոթների շրջանակում ռուս-թուրքական, միտեղ ավելանա, միտեղ պակասում է։ Հիմա այս պահին թուրքական կողմն է ուժեղ, բայց այդ այնպես չի, որ ռուսները չեն ուզում իրենք վերահսկողությունը այս տարածքի նկատմամբ վերականգնել։ Այսինքն մրցակցությունը սկզբունքը, որ, այսինքն նպատակը, որ հայկականություն, հայկական ուժեղ հզոր պետություն, պետականություն պետքա չլինի, դա ընդհանրական է, ռուս-թուրքական է, բայց այդ տարածքի նկատմամբ կամ այդ բուտաֆորիկ պետության նկատմամբ վերահսկողությունը ում կողմից կլինի, այդտեղ ներքին պայքար կա եւ դա նորմալ է։ Եվ դա նորմալ է։ Միլի բրանյացը տոկը տեշեցը ռուսական հենց այդ ասացվածքի համատեքստում։ Իրանք իրար մեջ կարող է ներքին խնդիրներ ունենան, ենթադրենք, այս հատվածից ամենաշատը ում կմնա, այդտեղ կլինի պայքար, մրցակցություն, պայքար։ Հիմա հենց Իսրայելը եւ Թուրքիան Սիրիայի մասով հիմա մեկ Չէ, բայց ասում եք ուրիշ դաշտ, բայց դա Սիրիայի օրինակը չի, դա Հայաստանի օրինակն է 300 տարի։ 300 տարի, որը հիմա Սիրիայում է կիրառվում, ոչ թե հակառակը Սիրիայի օրինակն է։ Այսինքն դա Հայաստանի օրինակն է, վերջին 300 տարվա, վերջի 3-ից ավել դարի ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Եվ Լավրովը ասում է այդ ստեղ կան չեն ռուսական մոլի, այսպես ասած, բա ինչ Թուրքիա, ինչ Ռուսաստանը դարեր շարունակ տասնյակներով պատերազմն է վարի Թուրքիայի հետ։ Լավրովը դրան անդրադառնում է, ասում է եղբայր, բայց այդտեղ էլ մեր ներքին խնդիրները եւ մենք շատ լավ բարեշել ենք իրար հետ։ Վերջի օգնությունը դա Արցախում էր, տեսանք ինչ լավ օգնեցին մեզ, Աղդամում թուրքերի հետ մոնիտորինգային բան անելով եւ պատերազմ ասած չի օգնելու։ Չէ, վնասելու է։ Չէ, ոչ վնասելու, ոչ օգնելու, այդ որ Հայաստանը չլինի, դա հենց այդ խաղաղության պայմանագրի մեջ է ներառված, այսինքն Հայաստանի չի լինելը որպես հայկական եսի նկատի ունեմ, դա խաղաղության պայմանագրի բովանդակությունն է, եւ ռուսները դրան կողմ են։ Այսինքն խաղաղության պայմանագրի մեջ կան դրույթներ, որոնք վնասում են, վտանգում են Հայաստանը։ Խաղաղության պայմանագրի ամբողջովին այդպեսին է։ Հիմա ռուսները, ինչպես եւ ասացի, կողմ են, որ Հայաստանը որ հայկական չլինի, այսինքն չլինի այդ հայկական գործոն հասկացությունը, բայց նորից իրենք կուզեն, որ այդ տարածքում իրենց վերահսկողությունը ավել լինի, քան թուրքական։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի այցելության իմ կարծիքով վերադիրքավորվեցին Մերձավոր Արևելքում եւ այն խնդիրները, որ ԱՄՆ-ն ուներ Մերձավոր Արևելքում կապված իրենց նախկին այդ պահին նախկին գործընկերների հետ, օրինակ Սաուդյան Արաբիայի հետ, իրենք կարողացան այդ հարաբերությունները ինչ որ իմաստով վերականգնել, բայց նոր լույսի ներքո։ Հիմա ինչ լույսի ներքո, դա շատ կարևոր է։ Թրամփի հիմնական գաղափարը որն է, չի կարելի, պետք է չի պատերազմել, բոլոր պատերազմները պետք է կանգնեցնել, եկեք առևտուր անենք։ Եկեք առևտուր անենք եւ առևտրային տնտեսական հարաբերությունների համատեքստում մենք բան կանենք, կձևավորենք նոր կեցություն ամբողջ աշխարհով մեկ։ Միաժամանակ դրան զուգահեռ ասում է հետեւյալը, ով որ չի համաձայնվի, ապա նա կունենա կպատժվի մեր կողմից, մենք նրանց նկատմամբ կիրառենք ուժ։
Այսինքն ինչպես ինքն է ձևակերպում, խաղաղություն ուժի միջոցով։ Սա է հիմնական բանաձևը, որ Թրամփը փորձում է կիրառել ամբողջ աշխարհով մեկ։ Դա վերաբերվում է ինչպես մերձավոր արևելյան խնդիրներին, ռուս-ուկրաինական խնդիրներին, էլի մերձավոր արևելքը, Գազայի խնդրին եւ այլն։ Հիմա մինչ Թրամփյան վարչակարգերը, այսպես կոչված լիբերալ, ծայրահեղ լիբերալ վարչակարգերը, ոչ միայն մերձավոր արևելքում, աշխարհով մեկ բերել էին անհանդուրժողականությամբ ամերիկյան մոդելի նկատմամբ։ Դա ինչ է նշանակում։ Բոլորը հասկանում էին, որ այն գործիքները, որի անունն էր մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, ամերիկյան լիբերալները եւ ոչ միայն ամերիկյան, եվրոպական շարունակվող դեռևս լիբերալները կիրառում էին իրենց ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում եւ երկրներում հաստատելու համար, որովհետեւ այդ ունիվերսալ արժեքները, մարդու իրավունքներ օրինակ, դրանք երկակի բազմակի ստանդարտներով էր կիրառվում, կամ ժողովրդավարություն օրինակ, բազմակի մի դեպքում դա օգտագործում են, մյուս դեպքում ոչ, եւ մի դեպքում օգտագործում էին ոչ արդար, մյուս դեպքում ենթադրենք կարող է եւ արդար։ Եվ դա բոլորի մոտ առաջացրել էր խիստ հակասական վերաբերմունք։ Այդ թվում սկսել էին ճեղքեր առաջանալ տարբեր երկրների հետ հարաբերություններ, մասնավորապես նույն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում, նույն Միացյալ Էմիրատների հետ հարաբերություններում, ԱՄՆ-ի նախկին վարչակարգերը, մասնավորապես նույն Բայդենի վարչակարգը, շատ վատ հարաբերություններ ձևավորել։ Արդյունքում ինչ էր եղել։ Արդյունքում Միացյալ Արաբական Էմիրատները մտան BRICS եւ ընկան, այսպես կոչված, չինական բանի վերահսկողության տիրույթ։ Մյուս արդյունքը, որ եղավ, Չինաստանը կրկին Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջև եղած տասնամյակների, եթե չասեմ դարերի բանը, կոնֆլիկտը իր միջոցով հարթեց եւ դարձավ հիմնական գործընկեր, այսինքն ամերիկյան ազդեցությունը խիստ նվազել էր տարածաշրջանում։ Թրամփը եկավ եւ փորձեց եւ ոնց որ թե ստացվեց առաջի գոնե մոտեցումով այդ հարաբերությունները նոր որակի ներքո վերականգնել։ Մասնավորապես Սաուդյան Արաբիայի հետ ունեցան շատ բարձր եւ շատ ջերմ, համենայն դեպս տեսանելի այդպես էր բաներ, հարաբերություններ, հանդիպումներ եւ գործարքներ, Թրամփի սիրած բառնա deals, գործարքներ, մասնավորապես Սաուդյան Արաբիան համաձայնվեց առնվազն 600 միլիարդի գործարքներ կնքել եւ ներդրումներ ունենալ ԱՄՆ-ում, դրա ներքո ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային պետք է մատակարարի 140 միլիարդ դոլարի զենք եւ զինամթերք։ Դա շատ մեծ թիվ է, ընդհանրապես այդ կարգի գործարք մի պայմանագրով ըստ Թրամփի համենայն դեպս աշխարհում չի եղել, կարող է իրականում չի եղել։ Եվ տնտեսական այլ տիրույթներում սկսած արհեստական բանականությունից վերջացրած էներգետիկ ոլորտով նույն Սաուդյան Արաբիայի հետ, նույն Կատարի եւ մյուս երկու երկիրը, որտեղ ինքը այցելել է, եւ Կատարի եւ Միացյալ Էմիրատների հետ ինքը նույն կարգի գործարքներ կնքեց։ Մասնավորապես դա ինչ որ Սաուդյան Արաբիայի մասով ասեցի, բանի Կատարի մասով նույն ռազմական տիրույթում 40 միլիարդի գործարք կնքեց։ Իմիջիայլոց ասեմ, որ Կատարը ինքը միշտ դիտարկվել է ամերիկյան վերնախավի կողմից որպես բան ահաբեկչություն ֆինանսավորող երկիր։ Իմիջիայլոց այդպես էլ եղել է։ Եվ այնպես չի, որ այդպես չի այսօր։ Բայց Թրամփյան մոտեցումը հետևյալն է, մենք դրանից պետքա դուրս գանք, փորձենք լավ հարաբերություններ, տնտեսական եւ մարդկային լավ հարաբերություններ ձևավորելով այդ ահաբեկչական եւ ռազմական մասը աշխարհում նվազեցնենք։ Կատարը նույն խնդիր է ունեցել նույն Սաուդյան Արաբիայի հետ, համարյա պատերազմական վիճակ էր վերջին տարին, որտեղ Կատարը ահաբեկչություններ անում ոչ միայն այն տարածքներում, որտեղ իսլամական ֆունդամենտալիզմի խնդիր կար, նաև իր հարևան երկրներում ֆինանսավորում էր, մասնավորապես նույն Սիրիայի բաները, այդ այսօրվա իշխանությունները ֆինանսավորվել են Կատարի կողմից, նույն Համասը հիմնականում ֆինանսավորվել է Կատարի կողմից, մոտավորապես տարեկան 2 միլիարդի կարգի,